Բարի օր ժողովուրդ ջան, ես լավ եմ, հույսով եմ դուք էլ եք լավ, բոլորս էլ ունենք տոնական տրամադրություն, սիրելիներս, այսօր պատրաստում եմ իշլի քուֆտա, հիմա վերցրել եմ 600 գրամ մանր ծավալ, բլղուր, ասեմ ավելի ճիշտ, և 700 միլիլիտր եռացրած ջուր, հիմա կլցնեմ ջուրը բլղուրի վրա, և կթողնեմ մի քիչ հանգստանա և լավ թափկի ու թրջվի։ Հիմա վերցրել եմ 2 կիլոգրամ տավարի յուղոտ միս։ Վերցնելու եմ 200 գրամ մսին 300 ու մի քիչ ավել, որովհետև ես չեմ ուզում բուսական յուղ վերցնեմ, դրա համար վերցնում եմ միայն կարակ։ 300 գրամ կարակ։ Մի քիչ ավելի, ասենք 350 գրամ կարակ։ Մեր միսը մանրացրեցինք, կեփեցինք որոշ չափով։ Հիմա աղ ու ամեն ինչ ամենունքը գցելու ժամանակն է։ Վերցնում եմ իմ չափով, ես իմ չափով եմ աղը անում, ամեն մարդ թող անի իր չափով։ 1 3 Ես իմ չափով վերցրեցի, հետո կհամտեսեմ, կնայեմ, եթե ալանիա նորից մի քիչ աղ կգցեմ, բայց որ աղը ելա, ուրիշ հնարավորություն չունեմ։ Վերցնում եմ կարմիր պղպեղ, 3 թեյի գդալ կարմիր պղպեղ և վերցնում եմ 1.5 թեյի գդալ քիմիոն։ Հիմա նորից այս բոլորը կխառնեմ իրար, հիմա գցում եմ սոխը, սոխը աղացել եմ, ինչպես միշտ, բոլորդ գիտեք արդեն, և կես թեյի գդալ կամ մի քիչ ավել, կես թեյի գդալից, ցանկացողները թող շատ վերցնեն, բայց ես քիչ եմ վերցնում սև պղպեղը աղացած։ Համեմունքները արված է, սիրելի հետևորդներ ջան, հիմա կարակը պետք է գցեմ արդեն։ Եվ երրորդ կտորը արդեն։ Հիմա կարակը կհալվի, մի հատ կհամտեսեմ, կնայեմ կտեսնեմ ինչն պակաս, ինչ համունի, ինչն ավելի ինչ պակաս ու կմիանամ ձեզ։ Հիմա վերցրել եմ 1 կիլոգրամ անյուղ միս տավարի և 600 գրամ բլղուրը, ինչպես ձեզ ցույց տվեցի, վերցրել եմ, թրջել եմ, հիմա թրջելուց հետո արդեն խառնել եմ մսին։ Վերցնելու եմ 2 թեյի գդալ աղ, որովհետև ասեցի չէ ես ասի, որ աղը շատ էլի ճարս չունեմ, մի քիչ մսի մեջ աղը շատ էր, դրա համար ստեղ 4 թեյի գդալի փոխարեն վերցրել եմ 2 թեյի գդալ, որ հավասարվի, ու 5 թեյի գդալ կարմիր պղպեղ, ու այս էլ մեր ջուրը ընթացքում պետք է ջուրը խառնեմ, մինչև լավ կպչուն խմոր դառնա մսի հետ։ Լցնում եմ հիմա ջուրը, սկզբի համար մի քիչ շատ, այսպես։ Ստացա այսպիսի պատերի համար խմոր, 1 կիլոգրամ կարմիր միս, 600 գրամ ծավալ, 700 միլիգրամ ջուր, բայց ընթացքում մի 7 էլ ավել ջուր եմ խառնեելի հետը, սիրելի ժողովուրդ։ Այսպիսի խմոր։ Անցել ենք պատրաստման ձևի, ասեմ իմանաք, այսպիսի տեսք ունի մեր իշլի քուֆտան, չգիտեմ կհավանեք թե չէ, բայց շատ լավ խմոր է ստացվել, ընտիր, հիմա անելու եմ 2 ձևի, համ տափակ, համ սովորական իշլի քուֆտա։ Ասեմ իմանաք, հարսս օգնում է ինձ։ Ես բացում եմ, տալիս եմ հարսիս, հարսս լցոնում է։ Այսպես պատրաստում ենք պատերը։ Հիմա ձևավորեմ, կտամ հարսիս, հարսս կլցոնի, որպեսզի շուշուտ լինի։ Հիմա արդեն շատ ուշ է, դրա համար ուզում եմ հիմա նախորոքը մի քանի հատ եմ, բայց հետո մենք մեր գործը կշարունակենք, համ տեսեմ,
Ձեզ ասեմ, սիրելի ժողովուրդ, ջուրս եռացելա, եռմա, քիչ եմ անելու, դրա համար այս փոքր ամանը վերցրե։ Հիմա ջուրը որ եռած, արդեն ինքը եթե էփի, պատրաստ լինի, պետք է բարձանա վերև, որ բարձացավ վերև, արդեն միջից կհանեմ։ Կհանեմ ու կհամտեսեմ ու ձեր հետ կկիսվեմ, կասեմ ինչպիսի համ ունի մեր իշլի քուֆտան։ Գրեք կոմենտներում դուք սիրում եք տապակած, թե սիրում եք խաշած։ Հիմա տվյալ դեպքում ես խաշում եմ, բայց երկուսն էլ մենք սիրում ենք, համ տապակած, համ խաշած։ Ուզում եմ իմանամ դուք ինչպես եք սիրում տապակած, թե խաշած։ Միշտ տոնը գեղեցիկ է։ Ինչի համար է գեղեցիկ, որովհետև մենք բոլորս ուրախ ենք, մենք բոլորս սպասում ենք անհամբերությամբ, լինենք առողջ բոլորս, լինենք ուրախ, որպեսզի լավ դիմավորենք մեր նոր գալիք տարին, սիրելիներս։ Ուզում եմ, որ բոլորս էլ ուրախ լինենք, բոլորս էլ առողջ լինենք, դա իմ ցանկությունն է, Աստծուց ես հետ եմ խնդրում։ Դե սիրելիներս, եկավ մեր փորձելու ժամանակը։ Հիմա պետք է փորձեմ, ասեմ ձեզ, համեմ մի քիչ ցիտրոնյութ, սա երկուսը խաշած տարբերակն է, այս մեկը տապակած տարբերակը։ Երկուսն էլ ուզում եմ ձեզ ցույց տամ, բայց ես մեկը կփորձեմ։ Սիրելիներս, հիմա փորձեմ։ Հիմա փորձեմ մի քիչ էլ տապակածից։ Անմահական համ ունի։ Այն որ ասում էի մի ժամանակ բերանիդ մեջ հալվում է, այդ տպավորությունն է, բերանիդ մեջ հալվում է, շատ համեղ, շատ հյութեղ, նայեք նիչի հյութ է։ Ընտիրություն, պատրաստեք և անուշարեք։ Մեզ մնում է հավանել, հետևել և տարածել։ Սիրում եմ ձեզ։